Այդ իսկապես չափազանց կարևոր է։ Կարևոր է այն առումով, որ դա փաստորեն հերթական շատ կարևոր քայլն էր այն գործընթացի, որ Հայաստանում սկսվել է 2018 թվականին, խոսքը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին է։ Մենք դեռ այն ժամանակ ասում ենք հավաքական արևմուտքի համար այդ հարցը այսպես է, Ղարաբաղում կան հայեր, ուրեմն կան ռուսական զորք։ Լինի հայեր, չի լինի ռուսական զորք, հետեւաբար նրանց պետք է այնպես անել, որ այնտեղ հայեր չլինեն։ Գիտեք ինչ, դա Հայաստանի համար երկու լուրջ ռիսկ է պարունակում Ռուսաստանի դնեստերից դուրս մղել եւ տարածաշրջանը արևմուտքի ազդեցության տակ բերել։ Երկու ռիսկ, առաջին անվտանգային ռիսկ։ Դրան բնականաբար հաջորդելու է Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից, իսկ դա առաջացնելու է տնտեսական լուրջ ցնցումներ։ Պարզ ասեցին, պատրաստվեք մի քանի ցուրտ ծնողների եւ վերջ։ Բաքվում այդ 19 հոգուն չէին դատում, չէ, հասկանալի է, դատում էին այնտեղ Հայաստանի Հանրապետությանը բոլորիս։ Ի վերջո դա այն ցուցիչն է, որից մենք պիտի հասկանանք Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, թե չի ցանկանում խաղաղություն։ Իսկ դա հասկանալու թիվ մեկ ցուցիչը այն է, Ադրբեջանը այդ մարդկանց ազատ կարձակի, թե չի արձակի։ Եթե ազատ չի արձակի, նշանակում է Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Հետևաբար այն ինչ որ երկու օր շարունակ այս ցնծությամբ ներկայացնում են իշխանությունները, դա մնալու է թղթի վրա։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կամ առնվազն Հայաստանի հարավը կարող է վերածվել ռազմական գործողությունների հերթական պատերազմ։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Բնականաբար այսօր խոսելու եմ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի մասին, դա հիմա բոլորի ուշադրության կենտրոնում է, եւ դա հասկանալի է, որովհետեւ այցը իսկապես չափազանց կարևոր է։ Կարևոր է այն առումով, որ դա փաստորեն հերթական շատ կարևոր քայլն էր այն գործընթացի, որ Հայաստանում սկսվել է 2018 թվականին, խոսքը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին է։ Այո, մի քանի փուլերով են դա տեղի ունեցել, ես ուղղակի հիշեցնեմ այդ փուլերը, եթե հիշում եք 18 թվականի հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց Հայաստան սկսեցին ժամանել արևմուտքի հայտնի գործիչներ եւ ուղիղ տեքստով, բաց տեքստով, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգների անվտանգային ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա էր Բոլտոնը կարծեմ հայտարարեց երկու կարևոր հայտարարություն արեց։ Առաջինը ասեց, որ Հարավային Կովկասը պիտի լինի ընդհանուր անվտանգային համակարգ, հասկանալի է, որ խոսքը արևմտյան համակարգի մասին է, եւ երկրորդը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պիտի ավելի համարձակ լինեն եւ հրաժարվեն կարծրատիպերից։ Պարզ է, թե խոսքը ինչի մասին է։ Իհարկե, արևմուտքի նպատակը եղել եւ հիմա էլ կա հիմնական նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել, իսկ դրա համար պետք է մի քանի քայլեր։ Առաջինը մեկարմիշտ լուծել Արցախի հարցը, որտեղ եթե կար այդպիսի հարց, ուրեմն Հայաստանը միշտ գտնում էր ռազմական նոր առճակատման վտանգի տակ եւ չէր կարող Ռուսաստանի նեստերից դուրս մղել, հապկից դուրս գալ եւ այլ չէր կարող, դրա համար նախ պետք էր այդ հարցը լուծել։ Այդ հարցը հաջողությամբ լուծվեց 44-օրյա պատերազմով, բայց ոչ ամբողջովին, որովհետև սկզբում հակառակը տեղի ունեցավ, դեռ մի բան էլ Ռուսաստանը իր դիրքերը ամրապնդեց այստեղ, լրացուցիչ զորքեր խաղաղապահ ուժեր մտցրեց Արցախ։ Մենք դեռ այն ժամանակ ասում ենք, որ հավաքական արևմուտքը պիտի հավաքական արևմուտքի համար այդ հարցը այսպես է, Ղարաբաղում կան հայեր, ուրեմն կան ռուսական զորք։ Լինի հայեր, չի լինի ռուսական զորք, հետեւաբար նրանց պետք է այնպես անել, որ այնտեղ հայեր չլինեն։ Ի վերջո դա էլ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ռուս խաղաղապահները այնտեղից դուրս եկան, անցավ հաջորդ փուլը Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը հապկում գործնականում, հետո արդեն խաղաղության համաձայնագրի նախաստորագրում թրիփ, եւ հիմա եկել է ամենակարևոր փուլը, հիմա Միացյալ Նահանգները փոխ նախագահի մակարդակով ժամանել են Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի այդ հարցը վերջնականապես փաստաթղթավորումը վերջնականապես ավարտին հասցնեն եւ սկսեն գործնական իրականացումը։ Սա կարելի ասել նախապատրաստական փուլի վերջին քայլն է, որից հետո սկսվելու են, եթե սկսվեն
արդեն գործնական քայլերը։ Ընդ որում այն ժամանակ երբ որ այդ հարցարդատ արևմուտքը բարձրացնում էր, որ Հայաստանը պիտի դուրս գա ռուսական ազդեցության տակից, Հայաստանում ամենատեպս ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը, չգիտեմ, տարբեր վերլուծաբաններ այդ հարցը բարձրացնում էին, որ գիտեք ինչ, դա Հայաստանի համար երկու լուրջ ռիսկ է պարունակում Ռուսաստանի դնեստերից դուրս մղել եւ տարածաշրջանը արևմուտքի ազդեցության տակ բերել։ Երկու ռիսկ, առաջին անվտանգային ռիսկ, որովհետև Հայաստանը լավ թե վատ հապկ անվտանգային հովանոցի ներքո է, դե գիտենք այդ հովանոցը իրականում ինչ է, ծակ, քրքրված, անհուսալի եւ այլն, բայց ամեն դեպքում ինչ որ հովանոց է եւ այդ հովանոցի տակից դուրս գալու դեպքում արդյոք արևմուտքը կկարողանա 100%-ով երաշխավորել, որ Հայաստանը ուղղակի ագրեսիայի չի ենթարկվի Ադրբեջանի կողմից, Թուրքիայի աջակցությամբ։ Սա առաջին հարցն էր։ Եվ երկրորդ հարցը, որ դրան բնականաբար հաջորդելու է Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից, իսկ դա առաջացնելու է տնտեսական լուրջ ցնցումներ, որովհետև հասկանալի է համեմատաբար մատչելի էներգակիրներ, վառելիք, բարենային անվտանգության հարց, ծորեն ենք ներկրում այնտեղից, փոխադարձ շուկաներ, այդ ամեն ինչը վերադասավորելու համար, որովհետև ցնցումներ չլինեն, Հայաստանին պետք է լինելու տարեկան մոտ 3 միլիարդ դոլար, իսկ որպեսզի նոր այդ լոգիստիկ իրավիճակին հարմարվի Հայաստանի տնտեսությունը, դրա համար պետք է լինելու 6-ից 7 տարի։ Պարզ ասած, այդ վերափոխումը կարժենա մոտավորապես 20 միլիարդ դոլար, արդյոք հավաքական արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ պատրաստ է ապահովել մեզ տրամադրել այդ 20 միլիարդ դոլարը, որպեսզի դա տեղի ունենա առանց ցնցման։ Այն ժամանակ, երբ որ այդ հարցը բարձրացնում էին, անվտանգային առումով, օրինակ Հայաստան Միացյալ Նահանգների դեսպանը ասեց, երբ որ իրեն հարցրեցին, ասեց մենք Հայաստանին զրահապատ ռեանոմոբիլներ կտրամադրենք, պարզ ասած զրահապատ շտապօգնության մեքենաներ, ասելիքներն որ այլ ակնկալիքներ չունենանք։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական այդ հնարավոր ցնցումների, եթե Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գա, նրանք ուղղակի պարզ ասեցին, պատրաստվեք մի քանի ցուրտ ծնողների եւ վերջ։ Սա էր ասելիքը։ Հիմա ահա Վենսը շատ ավելի առարկայական բաներ է ասում, զրահապատ ռեանոմոբիլներին փոխարինել են ուրեմն անօթաչ թռչող սարքերը, հետախուզական, իհարկե շտապօգնության մեքենաներից ավելի լավ է, դա իհարկե առանձնապես հազիվ թե փոխի ուժերի բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց ամեն դեպքում այո, զրահապատ մեքենաներից լավ է եւ առաջընթաց է։ Ինչ վերաբերում մի քանի տարի ցուրտ ծնվերներին պատրաստ լինելուն, ապա այս անգամ էլի առաջընթաց կա, ԱՄՆ փոխնախագահը խոսում է արդեն միջուկային էներգետիկայի հարցում համագործակցության մասին, ընդ որում բավականին լուրջ ծավալներով, մոդուլային կայաններ եւ այլն, էլի առաջընթաց է։ Ամեն դեպքում մենք դի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, բայց այստեղ մի ուրիշ բանի վրա եմ ձեզ ցանկանում ուշադրություն հրավիրել ձեր, որ այն հակասության, որ կար Վենսի եւ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ, շատ կարևոր եւ առանցքային էր սա, կարծում եմ։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում է խաղաղության մասին, որ այն արդեն կայացել է, մենք ասում ենք մոտեցել ենք այդ անշրջելիության կետին, եթե չենք անցել արդեն, ասենք խաղաղությունը կայացած է, դրա համար շնորհակալություն, SSN եւ ուրեմն այդ փայլուն այսպես ապագան է, ապագայի մասին էր խոսում, Վենսը չէր խոսում այն մասին, որ խաղաղությունը կայացած է, նա ասում է ես հուսով եմ, հավատացած եմ, որ խաղաղությունը կկայանա, այսինքն դա դեռ չի կայացել։ Եվ այն բոլոր խոսակցությունները, որ կան, այդ տնտեսական համագործակցության մասին, այդ թրիփի ուղու ապաշրջակապակում զարգացում է գեղեցիկ այդ ապագան լուսավոր, այդ մասին ասում են Հայաստանի իշխանությունները դեռևս անելիքներ ունեն։ Այսինքն այդ պիտի այդ անելիքները արվեն, ես ենթադրում եմ խոսքն այն մասին է, որ պիտի Հայաստանը հապկից դուրս գա, ռուսական ռազմապաշտպանները դուրս բերեն, նոր միայն դրանից հետո սկսվի այդ տնտեսական համագործակցությունը տարբեր ոլորտներում, տարբեր մեթոդներով։ Հիմա երկրորդ հարցի մասին, բնականաբար այս այցի համատեքստում շատ խոսվեց
Բաքվում պահվող մեր ռազմագերիների ազատ արձակման մասին բողոքի ակցիաներ տեղի ունեցան եւ իշխանական պաշտոնյաները, քարոզիչները, այդ ֆեյքերը, հա, անընդհատ այդ հարցերին բարձրացնում են, ինչ եք անում, բա մոտ չէ, այսպիսի կարևոր աշխարհակաղակական հարց է լուծվում, դուք ընկել ինչ որ մի քանի հոգու այդ փոքր հարցն եք բարձրացնում այս աշխարհակաղակական կարևորագույն տրանսֆորմացիաների ֆոնին, բա մոտ չի, հիմա ինչ նամակ Ռուսաստան թագավորին, հիմա էլ իրեն եք Միացյալ Նահանգներին եք դիմում, սա անդուրջ է եւ այլն, նախ եւ առաջ անգամ մի հոգու ճակատագիրն է շատ կարևոր, բայց խնդիրը սա չի, խնդիրը այդ 19 հոգու ազատ արձակման մասին չէ միայն, ի վերջո Բաքվում այդ 19 հոգուն չէին դատում, չէ հասկանալի է, դատում էին այնտեղ Հայաստանի Հանրապետությանը բոլորիս եւ այնտեղ Հայաստանի Հանրապետությունն էր հռչակում ֆաշիստական երկիր, ագրեսոր եւ այլն։ Նույն կերպ էլ երբ այսօր ընդդիմությունը տարբեր կազմակերպություններ երբ խոսում են այդ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին, խոսքը միայն այդ անձերի մասին չի։ Ի վերջո դա այն ցուցիչն է, որից մենք պիտի հասկանանք Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, թե չի ցանկանում խաղաղություն։ Որովհետև այդ Վենսի հետ հանդիպան ընթացքում այդ հաղթական ոգևորված էյֆորիկ մթնոլորտում այն ինչ որ խոսում էին, դա իրականություն կդառնա, թե իրականություն չի դառնա, կախված է նրանից Ադրբեջանը խաղաղություն ուզում է, թե չի ուզում։ Իսկ դա հասկանալու թիվ մեկ ցուցիչը այն է, Ադրբեջանը այդ մարդկանց ազատ կարձակի, թե չի արձակի։ Եթե ազատ չի արձակի, նշանակում է Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Հետևաբար այն ինչ որ 2 օր շարունակ այս ցնծությամբ ներկայացնում են իշխանությունները, դա մնալու է թղթի վրա։ Եվ երբ որ ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում է, հենց այդ ցուցիչն է ուզում, որպեսզի պարզ լինի, հասկանանք, դա է հստակեցնում։ Եվ Վենսն էլ ի դեպ, եթե անգամ Հայաստանի իշխանությունները չեն էլ բարձրացրել այդ հարցը, Վենսը ինքը պիտի գնա Բաքվում բարձրացնի այդ հարցը, եթե իսկապես նա հավատում է, որ այստեղ կլինի տեղական խաղաղություն, իսկ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը այդ մարդկանց ազատ արձակելն է։ Նա ինքը պիտի այնտեղ այդ հարցը բարձրացնի, ասի, եթե իսկապես ուզում եք սա իրականանա, դուք պիտի այս մարդկանց ազատ արձակեք, որովհետև հակառակ դեպքում Հայաստանում ձեզ չեն ընկալելու որպես խաղաղության ձգտող երկիր եւ դիմադրելու են այս ծրագրին։ Այսինքն հանուն այդ ծրագրի մասին է խոսքը եւ ոչ թե 19 ռազմագերիների վերադարձի մասին միայն, թե դա էլ շատ կարեւոր է։ Հիմա երրորդ բաղադրիչի մասին, որ այդքան անդադ խոսվեց, սխալ թարգմանություն, բան որ իշխանությունները ցնծում են, որ ահա Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլարի ներդրում է անում Հայաստանում, ընդդիմությունները ասում են, դե բայց այնտեղ այդ մասին խոսք չկա, խոսքը ընդհանրապես արտահանման մասին է, իբր հայկական կողմը դիտմամբ, այդ սխալ թարգմանություն է արել, որ դա օգտագործի եւ այլն, իհարկե այդտեղ ներդրման մասին բացարձակապես խոսք չկա։ Այնտեղ բարձ ամեն ինչ ասված է։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները դա կարող է ընկալել որպես ներդրում։ Ինչու, որտեղ ասում են, տեսեք, մենք միջուկային էներգետիկայի բնագավառում, օրինակ, 5 միլիարդի արտահանում ենք անելու, այսինքն իրենք ասում են, մենք Հայաստանին թույլ ենք տալու մեզանից գնել 5 միլիարդի այդպիսի սարքավորումներ։ Օրինակ, ես չգիտեմ, Հյուսիսային Կորեային կամ չգիտեմ Սոմալիին, Եմենին թույլ չենք տալու, իսկ Հայաստանին թույլ ենք տալու։ Ասում եմ, չէ, ասում եմ, Հայաստանի երկրներից է, որտեղ կարող ենք այդպիսի ծրագրեր ապահովել։ Սա իրենք համարում են որպես ներդրում, որ այո, մենք ձեզ թույլ ենք տալու։ Դա մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին հիշում եք, երբ Ռուսաստանը Հայաստանին Իսկանդեր էր վաճառում, Իսկանդեր հրթիռներ, եւ դա առաջին դեպքն էր, որտեղ ինչ այդ Ռուսաստանը որևէ երկրի Իսկանդեր չէր վաճառել։ Դե իհարկե ձեր չէին տվել, մենք այդ գումարով մենք փողը տվել էինք, այդ զենքը բերել էինք, բայց Ռուսաստանում էլ դա համարում էին որպես անվտանգային ոլորտում ներդրում, որովհետև ասեմ բազմաթիվ երկրներ կան, որ կուզենային, որ մենք այնտեղ Իսկանդեր արտահանենք, իրենց դեպքում չենք արտահանել, Հայաստանի դեպքում այ Հայաստանին տալիս ենք, եւ դա ներդրում է նրանց անվտանգային համակարգում։ Մոտավորապես նույն կերպ էլ
Միացյալ Նահանգները, երբ որ ասում են մենք ցես թույլ ենք տալիս մեզանից ձեռք բերել այդ տեխնոլոգիաները, կամ չգիտեմ այդ գերհզոր չիպերը, ԱԹՍ-ներ արտադրելու տեխնոլոգիաները, այդ սարքավորումները, նրանք դա համարում են ներդրում։ Իհարկե, ոչ Հայաստանի համար, նրանք պարզ ասում են, չէ, իրենց նպատակները որոնք են, անընդհատ խոսում են, որ մենք Միացյալ Նահանգներում լրացուցիչ աշխատատեղեր կստեղծենք։ Ասում են, թե ինչի համար են եկել, չէ։ Ուզում ենք զարգացնել այս ծրագրերի միջոցով նաև մեր էներգետիկ անվտանգությունը բարձրացնել, հազվագյուտ մետաղներ, օգտակար հանածոներ ապահովել, այդ մատակարարումների շղթաների անվտանգ, այսինքն իրանք եկել են իրենց շահերի հետևից, եւ դա հասկանալի է եւ նորմալ է։ Ուղղակի պետք չի հիմա դա այսպես ցնծության ներկայացնել, ինչու պետք չի։ Նախ որովհետեւ դեռևս հայտնի չի, թե Ադրբեջանը նրա դիմացի չկին է պահանջելու։ Եվ երկրորդը, ի վերջո տեղի է ունենում գործընթաց, արդեն մտնում ենք կարևոր փուլ այդ գործընթացի, կամաց եթե ամեն ինչ այսպես ընթանա, սկսվել է գործնական իրականացման փուլ գործընթաց, որին պարզ ասենք Թուրքիան կողմ է, Ռուսաստանը եւ Իրանը դեմ են։ Շատ հստակ։ Այսպիսի գործընթաց, որը հայտնի չի, թե ինչով կավարտվի դեռևս։ Ի վրա պայմանավորվածությունների մակարդակի վրա ամեն ինչ լավ է, կարծես թե առայժմ, հա։ Որտեղ այդ վտանգները այդպես տեսական են, բայց ճիշտ այնպես են տեսական, ինչպես Միացյալ Նահանգները 9 միլիարդը կամ այդ Թրամփի ուղին եւ այլն, այդ ամեն ինչ դեռևս տեսական է։ Հիմա Վենսի այցով շատ կարևոր փուլ մտանք, շատ կարևոր։ Եվ դա գնահատելուց առաջ պիտի հասկանանք, թե ուր ենք մտել, որ սա ոչ թե ինչ-որ ցնծության առիթ է, ցնծալու, ուրախանալու տեղ է, մտել ենք մի փոքր, որ շատ ավելի վտանգավոր է, այդ պարզ պատճառով, որ շատ ավելի վճռական փուլ է, եւ շատ ավելի ենք մոտենում իրականում անշրջելիության այն կետին, որից հետո արդեն միայն հայտարարություններով չեն բավարարվելու, օրինակ այս ծրագրի դեմ արտահայտվողները, Ռուսաստանը եւ Իրանը, առաջին հերթին, եւ կապված են, մենք կարողանալու ենք դիմակայել դրան, թե չենք կարողանալու դիմակայել դրան, հասկանում ենք, չէ՞ որ Վենսը Հայաստանի այցելել, խոսում է առաջին քրիստոնյա երկրի մասին, ինչ որ այցելում է Ծիծեռնակաբերդ, նույն կերպ նա Բաքվում այցելելու է շահիդների ծառուղի, այնտեղ Ադրբեջանն է համարելու ճկնակ երկիր եւ այլ եւ այլ, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց այս խնդիրները լուծվելու են ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական այդ հարցերի տիրույթում։ Եվ շատ կարևոր է, որ այս ցնցալով այնպես չստացի, որ մենք ինքներս մենք որ փուչիկների հետևից վազելով ինքներս մեզ նետել ենք այն հորձանուտը, որը ինչով էլ ավարտվի, ինչ որ հրաշքով կարող է ամեն ինչ լավ լինել, բայց որ մենք շատ վտանգավոր փուլ ենք մտնում, սա ակնհայտ է եւ թե իրականում ինչ կլինի, երևա արդեն կարծում եմ արդեն Վենսի Բաքու այցից այնտեղից հնչող հայտարարություններից հետո եւ կախված կլինի նրանից, թե ինչ գործնական արդյունքներ ունենա այդ այցը, օրինակ նույն մեր ռազմագերիների վերադարձի։ Կլինի դա կարելի է մտածել հետագայի մասին, չի լինի դա մենք պիտի մեզ համար արձանագրենք, որ ամեն դեպքում Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Հետևաբար այդ ամեն ինչ որ հավաքական արևմուտքը փորձում է պարտադրվել, մեր դեպքում դա կարող է արվել ուժով։ Եվ դիմադրությունն էլ կարող է արվել ուժով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կամ առնվազն Հայաստանի հարավը կարող է վերածվել ռազմական գործողությունների հերթական պատերազմի։ Այդպես որ շատ մտահոգվելու կամ մտորումների առիթ պիտի տա այս այցը, քան ցնծության, ինչպես դա ակնհայտ նախընտրական նպատակներով փորձում են ներկայացնել իշխանություններն ու նրանց քարոզիչները։ Այսօր այսքանը կհանդիպենք։